Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ֆրանսիական Բուժ-դյուրոն դեպարտամենտի խորհրդի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլիայի ղեկավար Մարտին Վասալը հոդված է հրապարակել Ադրբեջանում պահվող հայ պատանիների մասին, հիշեցնելով, որ յուրաքանչյուր բանտարկյալի հետևում կա սպասող ընտանիք։ Հրապարակումը լայն տարածում է ստացել շնորհիվ սենատոր Վալերի Բուայեի։ Հոդվածագիրը նշել է, որ մենք չենք կարող տոնել մեր ազատությունը և լռել, երբ այնտեղ բանտերում ոչ արդար ձևով տառապում են մարդիկ։ Իդեպ, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ մեղադրող կողմը պահանջել է ՑՄՀ ազատազրկման ենթարկել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Հալեպի հայաբնակ թաղամասերը արդեն մի քանի օր շարունակ հայտնվել են Սիրիայի կառավարական բանակի և Քասաթ խմբավորման միջև ընթացող ռազմական գործողությունների կրակահերթի տակ։ Բախումների արդյունքում պայթյունի հետևանքով նյութական վնասներ են կրել քաղաքի հայաբնակ Շեյխ Թահա և Վիլաներ թաղամասերը, հայտնում է Գանձասար պարբերականը։ Բարեբախտաբար վիրավորներ կամ զոհեր չկան։ Նշվում է, որ ամենալարվածը Վիլաներ շրջանում է, որտեղ տեղակայված է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սիրիական բանակի տանկերը տեղակայված են հենց այս հատվածում։ Պայթյունավտանգ է նաև Քաբրի շրջանաձև խաչմերուկը, ասված է հրապարակման մեջ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես վարող ցանկացած երկիր 25% մաքսատուր կվճարի ԱՄՆ-ի հետ կատարված յուրաքանչյուր գործարքի համար։ Այդ որոշումը վերջնական է և վճռորոշ։ Իդեպ Հայաստանի և Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը մոտ $1 միլիարդ է հասնում։ Իրանից ներմուծվում են երկաթ, պողպատ, բնական գազ, նավթային ապրանքներ, պլաստիկ, շինարարական նյութեր։ Հայաստանը իր հերթին Իրան է արտահանում էլեկտրաէներգիա, հանքային նյութեր, սննդամթերք, մեքենաներ և սարքավորումներ։ Ըստ CNN-ի մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը մեծապես կազդի Չինաստանի վրա, որը Իրանի և ԱՄՆ-ի խոշոր առևտրային գործընկերն է։ Իրանի խոշոր առևտրային գործընկերներն են նաև Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Թուրքիան։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է, որ Ամերիկա վիզայի ստացման գործընթացում կարևոր է հարցազրույցի հաստատման բարկոդի և DS-160 դիմումի հաստատման թերթիկի բարկոդի նույնականությունը։ Եթե ձեր բարկոդի համարները նույնական չեն հարցազրույցի հանդիպումից 2 աշխատանքային օր առաջ, ապա ձեր հանդիպումը կչեղարկվի, ասված է Միացյալ Նահանգների դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, թե Թուրքիայի նպատակները տարածաշրջանում համընկնում են Միացյալ Նահանգների նպատակների հետ, որը Հայաստանի Հանրապետությանը խաղաղության պարտադրումն է, հայտնում է ԱՊԱ-ն։ Նախարարի խոսքով նմանատիպ գործընթաց է դիտվում նաև Ռուսաստանի, Սիրիայի և այլ տարածաշրջանների հետ կապված հարցերում, սակայն Թուրքիային հատկապես հետաքրքրում է Հարավային Կովկասի հետ կապված հարցերը։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է, որ կաջակցի հայկական սրբոց 40 մանկաց եկեղեցու վերականգնմանը, հայտնել է Պորսոհայոց պատրիարք Տեր Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Նա նշել է, որ սրբոց 40 մանկաց եկեղեցու վերականգնման հարցը ներառվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության աջակցության ծրագրում։ Նշենք, որ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսկենդերուն շրջանում գտնվող 19-րդ դարի վերջին կառուցված եկեղեցին վնասվել էր 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց ծննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։